համայնքապետի համար։ Ես որևէ անգամ որևէ պաշտոնի համար ինքնանպատակ չեմ պայքարել, որևէ պաշտոնի համար պայքար մղելու իմ մեջ այդ անհատական ձգտումները չկան, դա իրադրային որոշումներ կլինի ըստ իրադրությանը համապատասխանող, ես հակված չեմ մտնելու իշխանությունների գծած որևէ օրակարգի մեջ, այսինքն եթե նախորդ 4 տարիների, 3.5 տարիների ընթացքում Վանաձորի ավականու նիստերը ապօրինաբար չեն կայացել ու այսօր միանգամից որոշվում է թե ավականու նիստ պիտի լինի, դա իշխանությունների գծած օրակարգն է, ես այդ օրակարգի մեջ առայժմ չեմ տեղավորվում, ես չեմ կարող այս պահին ասել նոր ընտրություններ կլինեն, չեն լինի, ես ամեն դեպքում իմ պայքարը չեմ դադարեցնելու, ես արդարության եւ Վանաձորցու քվեի համար միշտ պայքարել եմ ու դա երբեք չի սահմանափակվելու որևէ պաշտոնի որևէ մեկի ձգտումով կամ իմ չձգտումով։ Այդ պայքարի մեջ մտնում են նաեւ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է։ Բնականաբար այդ պայքարի Եվ կարող է այս անգամ նորից դες կալանավորեն։ Շատ հնարավոր է, գիտեք ինչ կա այսօր մարդ առավոտը նստած է, երեկոյան չգիտի իր հետ ինչ կարող լինի, կարող է կալանավորեն, կարող է չկալանավորեն, ցանկացած այստեղ ու հանրապետությունում գտնող որևէ մարդ իրավական այս կամայականությունների կոնտեքստում իրեն ապահովագրված չպիտի զգա առհավատչան այսօրվա Չէ, բայց հիմա շատ ինչպես որ նմանատիպ դեպքերը այլևս դեպքերը չլինեն։ Մենք ինչ կարողանում ենք, այն անում ենք, մենք պայքարում ենք այնքան, ինչքան որ կարողանում ենք եւ դիմադրությունը դա հենց անհամաձայնություն հայտնելու միջոցով է դիմադրությունը չհամաձայնվելու եւ չհամագործակցելու միջոցով է չհամաձայնությունն ու պայքարը նաեւ այն մեխանիզմների միջոցով է, որոնք առաջարկվել եւ մերժվել են, որովհետեւ դրանք չեն համապատասխանել որևէ քաղաքական եւ ընդհանուր տրամաբանական կոնտեքստին։ Պարոն Ասլանյան, դուք ասում եք, չգիտես, այսօր զարթնես գլխիդ ինչ կգա, որտեղ կհայտնվես, բայց ի պատիվ երևի ճակատա, որ այս իշխանությունների իրենք շատ կանխատեսելի են դարձել։ Գիտես ինչ կգա գլխիդ, եթե խոսում ես իրենց դեմ, հաջորդ օրը կալանավորում են, մասնակցում ես ընտրությունների կալանավորում են։ Քանի դեռ իր տան դրան առաջ այդ ուխտը չի ծնկել կամ չոքել, մտածում եմ, որ իրենք ապահովագրված են։ Հիմա եթե խոսում ես, ուխտը գալիս չոքում է։ Կարծիքով Սամվել Կարապետյանը ինչ նկատի ուներ, երբ ասում էր մենք մեր ձևով կմիջամտենք։ Հաստատ այն ինչը որ այսօր ուզում են վերագրել որպես մեղադրանք, դա նկատի չուներ ու դա երբևէ մեղադրանքի, ես չեմ կարող ամեն անձ անհատապես ինքն է որոշում իր անելիքները։ Նախկինում իշխանապողության համար կազմակերպված բողոքի ակցիաներին, հանրահավաքների եւ այլն, ինքը իր դեմքով երբեք մասնակցություն չի ունեցել, հայտարարություններ չի տարածել եւ ընդդիմադիրների կողքին չի եղել։ Այս դեպքում ինչ նկատի ուներ։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել Սամվել Կարապետյանի ինչ նկատի ուներ, կարծում եմ ընդամենը այդ պահին եկեղեցու մոտ արված հայտարարությունն է, եթե դա է իրական նպատակը, որում ես խիստ կասկածում եմ, նպատակը դա չի եղել։ Մի բան էլ, պարոն Ասլանյան, կարծիքներ կան, որ ասում են հասնում է ժողովրդին էլ, քաղաքական գործիչներին էլ, են կալանավորվող բոլոր ընդդիմադիրներին էլ։ Ասում են դուք թույլ եք տվել դրա համար էլ Նիկոլը ինչ ուզում անում է, որ ժամը 7 տարվա մեջ թույլ չտեք չեր անի։ Մի քիչ համաձայն եմ։ Հա։ Այո։ Լավ։